Բարև ձեզ, սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, վաղուց ավտոլայվի ռեժիմով ձեզ հետ չէի շփվել եւ այսօր առավոտյան, երբ նկատեցի ազգային ժողովի պատգամավոր, նախկին ընդդիմադիր պատգամավոր, ներկայումս ֆորմալ առումով անկախ պատգամավոր, բայց իր ողջ գործունեությամբ մաքուր նիկոլական պատգամավոր Գեգամ Նազարյանի վարքագիծը գիրանցում, լրագրողների հետ նրա շփումները հարկ համարեցի կարճ անդրադարձ անել այս ամենին երկու հարթություններով, օրենքի հարթությամբ եւ բարոյականության հարթությամբ։ Բարոյականության հարթության մասին առաջինը խոսենք, այդտեղ շատ բան չկա խոսելու։ Գեգամ Նազարյանը մեղադրում է լրագրողներին, նրանցից մեկին կամ երկուսին, ամբողջ աշխարհը գիտի, որ դու անբարոյական ես։ Չգիտեմ, որ մեկն էր, մոտարապես պարզ էր աղջիկներից ովքեր էին, բայց ես այդ ամբողջ աշխարհի մաս եմ կազմում եւ ես նման տեղեկություն չունեմ, որ աղջիկները բարոյականության հետ կապված ինչ-որ խնդիր ունեն։ Ավելին, ես տեսնում եմ, որ գործ ունենք համարձակ, իրենց գործը համարձակ իրականացնող, շատ հաճախ արդյունավետ իրականացնող լրագրողների հետ։ Այս Գեգամ Նազարյանի մասով, այո, ես տեղակ եմ, ես գիտեմ, ես ակնհայտ է դա, որ նա անբարոյական է։ Ասեմ ինչ առումով է անբարոյական։ Ես վաղուց եմ խոսում բարոյականության մասին հանրային դաշտում եւ ես շատ հստակ այսպես հասկացության մասին եմ խոսում, որը կոչվում է հանրային բարոյականություն։ Դա ես հստակ տարանջատում եմ մասնավոր բարոյականությունից եւ որպես կանոն գրեթե երբեք ինձ թույլ չեմ տալիս մտնել մասնավոր բարոյականության դաշտ, այսինքն փակ դռների հետևում ով ինչ է անում, ով ինչ չի անում։ Դա բարոյականության երկրորդ հարթությունն է, որը հանրային կյանքում նույնիսկ մարդկանց պետք է հետաքրքիր չլինի։ Իսկ հանրային բարոյականությունը մարդկանց պետք է հետաքրքիր լինի եւ հետաքրքիր է մարդկանց։ Ինչի մասին է խոսքը։ Գեգամ Նազարյանը այն մարդն է, որը հրապարակավ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր իր որդու 44-օրյա պատերազմին նահատակված մեր երեխաներից մեկի Աբգարի սպանության մեջ։ Ուղիղ մեղադրում էր, ուղիղ։ Այդ բանից հետո այդ մարդու հետ մտնել արիշ-վերիշների մեջ։ Դա որ բարոյական համակարգի մեջ է մտնել։ Այսօր դիմավորում է, ազգային ժողովում երբեմն գովաբանում է, չգիտեմ ինչեր է անում։ Մեկը թող ինձ բացատրի, դա որ բարոյական համակարգի մեջ է մտնել։ Ես վիրավորանք չեմ հասցնում, ես փորձում եմ հարցը դիտարկել տրամաբանության սահմաններում։ Մենք բոլորս ունենք տրամաբանական մտածողության հնարավորություն։ Չեմ ասում մտածում ենք տրամաբանորեն, հաճախ տեսնում ենք, որ այդ հնարավորությունը շատերը չեն օգտագործում, բայց եկեք փորձենք օգտագործել։ Բարոյականությունը կոնկրետ հասկացություն է, այսինքն կա չափանիշներ, այդ չափանիշներին դու համապատասխանում ես, թե չէ։ Որևէ մեկը մեղադրում է իր զավակի սպանության մեջ ինչ-որ մեկին։ Ուղիղ կռիվ է տալի նրա դեմ։ Ասում է դու իմ զավակի մահվան պատճառն ես։ Եվ հետո մեկ էլ հոպլա, գնում է սկսում է հետը ընկերություն անել։ Դա որևէ տեղ, որևէ բարոյական համակարգում տեղավորվում է, հանրային բարոյականության որևէ համակարգի մեջ տեղավորվում է, թե ոչ։ Որևէ մեկը թող կանգնի ինձ ասի, որ տեղավորվում է։ Ես ուղղակի չգիտեմ նման բարոյական համակարգ։ Սկսած են Ավստրալիայի, Պոլինեզիայի, ես շատ իմանամ, օվկիանոսներում ապրող ժամանակին մարդակեր ցեղերից վերջացրած ամենաբարձր բարոյական համակարգերով։ Կրոնական լինի, քաղաքացիական լինի, ինչ ուզում է լինի։ Բա դու
Այն որ ափաշկյարա, ակնհայտ, անթակույց բոլորի աչքի առաջ բարոյականությանը հակասող վարքագիծ ես դրսևորում։ Ընդ որում ես չեմ ասում դա ինչի դիմաց է, քեզ ինչ որ բան են տվել, քեզ ինչ որ բան են պատրաստվում տալ, խոստացել է, չեմ խոսում դրա մասին, դա երկրորդական եմ համարում։ Ափաշկյարա, դու զավակիդ մահվան մեջ մեղադրում ես եւ ճիշտ ես անում որ մեղադրում ես, ճիշտ էիր անում որ մեղադրում ես։ Այդ մարդկանց որ տարան մի ամբողջ սերունդ վարի տվեցին, հետո էլ կանգնեցին ազգային ժողովում, հայտարարեցին, ասացին դե նույն բանն էր լինելու առանց զոհերի։ Հիմա էլ ակնհայտ երևում է, որ այդ ամեն ինչը կազմակերպված է, էլի կանգնում է ազգային ժողովի եթերից ասում, մենք գիտակցաբար գնացինք այդ զոհության, այսինքն գիտակցաբար տարել այսքան հազար երեխա, այդ թվում նաև քո զավակին։ Մահվան բերան։ Ու դու շատ ճիշտ էիր անում, որ մեղադրում էր այդ մարդկանց, հիմա նորմալ է, այդ մարդկանց հետ կարաս հարաբերություններ ունենաս։ Այդ ո՞նց է տենց լինում։ Դա որ բարոյականության մեջ է։ Կանգնել լրագրողներին ես բարոյականությունից խոսում։ Այո, ամբողջ աշխարհը չգիտեմ, ամբողջ աշխարհի համար պատասխանատու չեմ, բայց Հայաստանի բնակչության շատ մեծ մասը վստահ եմ, ովքեր որ մի քիչ կարող են մտածել եւ համադրել, տրամաբանական մտածողություն դրսևորել, կարծում եմ պատրաստ կլինեն հաստատել, որ Գեգամ Նազարյանը հանրային բարոյականության առումով ակնհայտ անբարոյական վարքագիծ է դրսևորում։ Ակնհայտ, անթակույց, բան չկա, դել այսօրվա այս լավ եղանակի պես։ Բան չկա ընդհանրապես։ Հիմա ասենք օրենքի հետ կապված որոշ հարցերի քննարկմանը։ Գեգամ Նազարյանի վարքագիծը արդյոք խուլիգանություն չի։ Եկեք մի հատ հիշենք այն բոլոր դեպքերը, երբ մարդկանց ԱԱԾ-ով, բանով, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, մի քանի ուրիշ դեպքեր խուլիգանություն են անունը դրել, ձերբակալել են, կալանավորել են, քրեական հետապնդում են հարուցել, դատում են եւ այլն։ Որն է խուլիգանության դրսևորումներից մեկը։ Ասում է հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ կատարել են։ Իրենց հասարակությունից վեր դասելով խուլիգանական դրդումը դա է։ Հիմա տեսեք Գեգամ Նազարյանն ինչ անում, ուշադրություն դարձրեք։ Առաջին նա հանձնարարություն է տալիս իր արևին, այնտեղ կանգնած Նիկոլ Փաշինյանի охранникներին, էս էլ է շատ լուրջ բան, որ լրագրողներին այդտեղից հավաքեն, հեռացնեն։ Տեսեք խուլիգանության հանցակազմի հատկանիշը որն է, ասում է, իրեն բարձր է դասում հասարակությունից։ Բնականաբար այդ մարդիկ որևէ գործողություն չեն կատարում, որտեղ դու ով ես։ Դու ով ես, որ հանձնարարություն տաս պետական ծառայողներին։ Այդտեղ ծառայություն իրականացնող իրավապահ մարմինների։ Այսինքն դու քեզ վերագրել ես իրավունք հանձնարարություն տալ։ Դա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ դու վեր ես դասում քեզ մյուսներից, այնտեղ կանգնած մյուս մարդկանցից քեզ վերապահում ես ինչ-որ իրավունքներ, որը որ դու չունես եւ չես կարող։ Չնայած չգիտեն կարող է Նիկոլը քեզ տվել այդ իրավունքը, բայց դե տղեկը այդտեղ կանգնած երևի թե դրանից տեղյակ չէ։ Էական չի։ Ես խոսում եմ այդ բանի մասին, իրեն հասարակությունից վեր դասելու, իրեն մյուսներից վեր դասելու խուլիգանական դրդման մասին եմ խոսում։ Արդեն այդ խուլիգանական դրդումը արդեն սկսեց դրսևորվել, ձևավորվել։ Հաջորդ խոսքով ինչ է ասում։ Ասում է ես մինչև օգոստոսի 2-ը պատգամավոր եմ, դրանից հետո դու փտելու ես բանտերում։ Լրագրողներին ասում։ Այսինքն ինքը կանգնած արդեն դատավճիռ է կայացնում, որոշում է կայացնում, ով է այն մյուսի հետ համադրած նայեք։ Այսինքն ինքը էլի դրանով իրեն բարձր է դասում մյուսներից։ Եվ որից հետո կամերաների տակ գիտակցելով, որ իրան նկարում են, հավանաբար նաև ուղիղ եթերով են նկարում, տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործելով, այստեղ է տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործելու այդ հասկացությունը, այստեղ շատ լավ ձևով դրսևորվում է։ Օգտագործելով, որ այդ պահին իրան նկարում են, սկսում է անպարկեշտ արտահայտություններ անել։ Այնպիսի անպարկեշտ արտահայտություններ անել, որ նույնիսկ փակում են դա այսպես երկու տեսագրություն եմ տեսել, փակում են, բայց շրթունքներից պարզել, որ շատ ներողություն պորնիկ բարի օգտագործմամբ ինչ-որ արտահայտություններ էր անում։ Այդ շուրթերի շարժումներով նման տպավորություններ։ Okay, դա եկեք չհամարենք հայհոյանք, բայց անպարկեշտ արտահայտություն կարող ենք համարել։ Չգիտեմ։
Եթե հետույք բառը կարող ենք անպարկեշտ արտահայտություն համարել, իսկ մարդը դատվում այսօր դրա համար, մարդը նստած 2 ամիս, 3 ամիս բանտում, մոտ մի ամիս, թե ինչքան տնային կալանքի տակ, Նարեկ Սամսոնյանի մասին է խոսքը, հետույք բառի համար։ Եթե դա անպարկեշտ արտահայտություն է, ապա շատ ներողություն, պորնիկա բառը ոնց կարող է անպարկեշտ արտահայտություն չլինի։ Հայհոյանք չեմ ասում, օքեյ։ Օրենքի տեսանկյունից ռեժիմը նույնն է։ Հայհոյանք թե անպարկեշտ արտահայտություն, այլ հարց։ Դա ճիշտ է թե սխալ է, այս պայն է դա։ Խուլիգանական դրդումը ակնհայտ ներկայացրեցի, հասարակությունից իրան վեր դասելը ներկայացրեցի, անպարկեշտ արտահայտությունը ներկայացրեցի, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ներկայացրեցի, ասում բոլորը գիտեն դու անբարոյական ես։ Դու ինչ ես բոլորի անունից հանդես գալիս։ Անկամ ես, որ ակնհայտ է, բացատրում եմ, թե ինչի ես դու հանրային բարոյականության տեսանկյունից մեղմ ասած, շատ մեղմ ասած խնդրահարույց, չեմ ասում, ամբողջ աշխարհը գիտի, չեմ ասում։ Մարդիկ կլինեն, որ քեզ կպաշտպանեն։ Այն մյուս ծնողներից, որ նույնպես իրենց երեխաների արյունը այլ բաների հետ են փոխել։ Այդ մարդիկ օրինակ քեզ պատրաստ են պաշտպանել։ Ինչ ա եղել որ։ Այս ամենը հաշվի առնելով, ես ուղղակի ուզում եմ իմ, ոնց ասեմ, զզվանքը արտահայտեմ այդ անձի նկատմամբ եւ հույս ունեմ, որ իսկապես օգոստոսի 2-ից հետո մենք նրան մասին հանրային դաշտում չենք լսելու երբևէ։ Չեմ ասում բանտում փթելու է, չեմ ուզում, որ ինքը բանտում հայտնվի, թեև իր արած հանցագործություններ, բայց ես կուզենամ, որ այս մարդիկ խոսք չունենան հանրության առջև, այսինքն այս մարդկանց խոսքը մենք վերաբերվենք այն թռչունների ծլվելոցից ավելի ցածր, որովհետև եթե մարդը հանրային բարոյականության նման ծայրահեղ խախտում է անում, նրա գործունեությունը, նրա խոսքը ինչ արժեք պետք է ունենա մարդու համար։ Ափսոս են բարևը, որ քեզ տվել եմ եղան, ամոթանք էլ չեմ տալի, որ որտեղ անգամ ամոթանքի արժանի չեմ համարում քեզ։ Ափսոս, շատ ափսոս, որ այն ժամանակ եմ ծախսել քո հետ 2 բառ խոսելու համար այս ընթացքում։ Ոչ մի դու միակ բանը, որին արժանի ես, դա արհամարանքն է։ Արհամարանքից ավել ոչ մի ուրիշ բանի արժանի չես։ Այսքան է հաջողություն։